40 երկրից ավելի քան 150 մասնակցի է Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքել Հայաստանում առաջին անգամ անցկացվող շրջանաձև տնտեսությանը խթանող Circle միջազգային համաժողովը։ Հավաքվել են ուսումնասիրելու թափոնազերծ ապագայի կառուցման գործնական լուծումները։ Այն լուծումները, որոնք հանգեցնելու են շահույթի բարձրացման, ռեսուրսների ճիշտ կառավարման, աշխատատեղերի ավելացման ու էկոլոգիայի պահպանման։ Այս ամենն այսօր աշխարհում շրջանաձև տնտեսությունն է ապահովում։ Շրջանաձև տնտեսությունը դա տնտեսության այն մոդելն է, այսինքն բիզնես անելու եւ ձեռնարկությունը կազմակերպելու այն մոդելն է, երբ որ մենք ոչ թե գծայինի նման արտադրում ենք, օգտագործում եւ հետո դեն նետում եւ դարձնում դա որպես թափոն կամ աղ, այլ արտադրում ենք, օգտագործում եւ օգտագործումից հետո որևիցե փոլում շրջանաձևությամբ բերում ենք նորից մտցնում ենք կամ արտադրական փուլ կամ օգտագործման փուլ, որպեսզի մենք մաքսիմալ նվազեցնենք թափոնների արտադրությունը։ Այս միջոցառումը, ֆորումը, որը կազմակերպվում է առաջին անգամ, մենք հույս ունենք, որ լինելու է տարեկան, որովհետև շատ կարևոր է բոլոր էկոհամակարգի բոլոր խաղացողներին։ Թափոնները օգտագործում ենք տնային տեքստիլ պարագաների արտադրության մեջ, օրինակ ձեռնոցների, որի միջուկն է թափոնները օգտագործվում են որպես միջուկ։ Ֆորումի մասնակիցներից շատերը այն գործարարներն են, որոնք արդեն իսկ զբաղվում են շրջանաձև արտադրությամբ։ Ոմանք այս մոդելը կիրառել են հենց գործունեությունը նախագծելիս, որոշները բիզնեսը ծավալելու ընթացքում են հասկացել, որ արդեն շրջանաձև են մտածում։ Արդյունքն է ընդհանուր թափոնը հումք են դարձնում ու շահույթ գեներացնում, ստեղծելով հավելյալ արժեք։ Բոլորս էլ ինչ-որ արտադրական պրոցեսներ են կազմակերպում եւ հաստատ մեր գործունեության արդյունքում նաեւ ինչ-որ վնաս կարող է առաջանալ։ Կան տարբերակներ այդ վնասները մինիմալիզացնելու եւ շրջանաձև տնտեսության տարբեր մոդելներ այդ հնարավորությունները տալիս են։ Մենք այս տարբերակն ենք ընտրել ռիսայքլինգը, այսինքն մենք վերամշակում ենք։ Շրջանաձև մտածելակերպի դրական կողմերը բացահայտող համաժողովը Եվրամիության կողմից ֆինանսավորվող Circle ծրագրի եւ Impact Hub միջազգային ցանցի կողմից է կազմակերպվել։ Եվրոպական փորձով են կիսվում, որովհետեւ Եվրոպայում արդյունավետ կիրառվող այս ձևաչափը Հայաստանում եւս կարող է լայն կիրառություն ստանալ, բերելով տնտեսական աճի ու բազմաթիվ բիզնես գաղափարների կյանքի կոչման։ Ինչպես գիտեք, Հայաստանում այսօր գեներացվող թափոնների 90%-ն ի վերջո հայտնվում է աղբավայրերում կամ թափոնակուտակիչներում։ Սա բերում է նրան, որ վատնվում են ռեսուրսներ, նաև վնաս է հասցվում շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը։ Մենք փորձում ենք այս ծրագրի միջոցով Հայաստանում ներկայացնել Եվրոպական միության տարածքում գործող լավագույն փորձը, որը հնարավորություն է տալու վերաօգտագործել այդ ռեսուրսները, քանի որ ռեսուրսները անսահմանափակ չեն, ինչպես նաև պաշտպանել շրջակա միջավայրը, օգուտ քաղել։ Աշխարհն է այդ ուղղությամբ գնում, միայն Հայաստանում չէ, Հայաստանում դեռ բալիկի մագարտակի է, նորածինի մագարտակի է, բայց ոչինչ, նորածինը կմեծանա, բատանի կդառնա, երդասարդ կդառնա, մենք ուզում ենք այս գաղափարը եւ հերանեկարային շատ հասցնենք այդ երդասարդ ուժեղ մագարտակի, որտեղ մեր տնտեսության պետք է, մեր հասարակության ավելի պետք է։ Արտադրության 10-ից 100% բարձրացման կարող է հանգեցնել շրջանաձև տնտեսության կիրառումը, իսկ Հայաստանում այս մոդելին անցնելու ներուժ ունեն գրեթե բոլոր ոլորտները, առավելապես գյուղատնտեսությունը, տուրիզմը, տեքստիլը։ Ոլորտն ուսումնասիրած մասնագետներն ասում են շրջանաձև տնտեսության խթանմանն ուղղված որևէ հաստատված գործիքական կառավարությունը դեռ չունի, բայց մտածում են այդ ուղղությամբ։ Շրջանաձև տնտեսությունը կառավարության տարբեր ռազմավարություններում ներկայացված է որպես առաջնահերթ ոնց որ ոլորտ զարգացնելու, աջակցելու, հուսով ենք, որ ավելի պրակտիկ շուտով կտեսնենք նաև հենց աջակցությունը եւ ոչ միայն ռազմավարությունները։ Իսկ համաժողովն ամփոփեցին պաշտոնապես ազդարարելով խնդիրների վրա հիմնված էկոհամակարգերի ձևավորման մեթոդաբանության մեկնարկի մասին, որը մշակվել է Impact Hub Global-ի կողմից։ Այս մեթոդաբանությամբ խաչաձև կսկսեն համագործակցել, խթանելով տեղական կայուն զարգացման ջանքերը պետական, մասնավոր եւ քաղաքացիական հասարակության միջև։